Բարև ձեզ, պարոն Խալաթյան։ Պարոն Խալաթյան, հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշելու հուլիսի 7-ի ընտրությունների վիճարկման հետ կապված ընդդիմության դիմումի ճակատագիրը։ Ինչ նախնական դիտարկումներ ունեք Սահմանադրական դատարանի կողմից հուլիսի 4-ին հրապարակվելիք վճռի վերաբերյալ։ Ինչ ակնկալել այդ վճռից։ Իրականում Սահմանադրական դատարանում քննարկված փաստարկների, փաստական հանգամանքների գերակշիռ մասը ուղղակիորեն որևէ կերպ չէր կարող փոխել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որևէ կապ, ուղիղ կապ այդ որոշման լեգիտիմության հետ չուներ։ Մեծամասամբ դրանք քաղաքական ելույթներ էին եւ ենթադրություններ, որոնք որևէ պատճառի հետևանքային կապ չունեին։ Հետևաբար 90% այդ փաստակազմի, այսպես եւ պնդումների Սահմանադրական դատարանում քննվելու նյութ չէր։ Հետևաբար ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարան դիմաց հատկապես նախորդ քաղաքական, բռնապետական քաղաքական ռեժիմը ներկայացնող կամ նրանց հետ աֆիլացվող ուժերի նպատակը քաղաքական պերֆորմանսներ, այլ ոչ թե բուն իրավական գործընթացը, բայց չմեղանջելու համար ճշմարտության առաջ պետք է նշեմ, որ թերևս Սահմանադրական դատարանի քննարկման միակ առարկան, որը իրավական աղերս ունի Սահմանադրական դատարանի լիազորությունների հետ, Բարգավաճ Հայաստանի թեման է, այսինքն արդյոք կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը եղել է իրավաչափ եւ արդյոք ուրեմն արկա է այստեղ մանդատների բաշխման նոր կարգի սահմանման անհրաժեշտություն, թե ոչ։ Սա միակ հարցն է թերևս, այսինքն ֆիքսենք, որ ընտրությունները անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա, քաղաքական մեծամասնության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա, բայց որպես իրավաբան չեմ կարող անտեսել այդ թեման եւ ավելին ասեմ, ես այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում եմ տեսնում որոշակի, եթե կուզեք, վարչարարական թափթփվածություն։ Ինչու, որովհետեւ ըստ էության խնդիրը ոչ այնքան վերահաշվարկի դիմումի հիմնավորվածությունն էր, որքան դիմումի քննարկման եւ որոշման կայացման հարցում որոշակի իրավական խոտանը, որ այս ամբողջ աղմուկը ստեղծեց։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Ըստ էության մենք ունենք իրավիճակ, երբ պարզապես քաղաքական ուժը հաշվի առնելով, որ 4%-ին շատ մոտ էր մնացել հատելու 4%-ի շեմը, իրավական գործիքակազմով փորձել է դրան հասնել, բայց դա ամենևին չի նշանակում, որ դա եղել է հիմնավորված։ Ըստ էության պրակտիկան այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը հայկական պրակտիկայում գոնե իրենց պարտությունը չընդունելու իրավական պատրվակներ են փնտրում եւ ես դա դիտարկում եմ իրենց ընդհանուր սահմանադրական իրավունքների ծիրում։ Բայց այն թափթփված վարչարարությունը, որը իրականացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բարդացրեց իրավիճակը այն աստիճան, որ փաստացի քաղաքական ենթատեքստ ունեցող վերահաշվարկի դիմումը դարձավ լուրջ իրավական քննարկման առարկա։ Եվ հիմա չխորանալով իրավական մանրամասների մեջ, պարզապես փաստեմ, որ այդ վարչարարության արդյունքում ծնվեց այդ ընդհանուր բողոքի մեջ այն հատվածը, որը վերաբերում էր Բարգավաճ Հայաստանի ձայների վերահաշվարկին։ Այսինքն փաստենք, որ այստեղ մենք ունենք պետական ինստիտուտի ոչ պատշաճ վարչարարություն, կրկնեմ, ես կարծում եմ, որ այդտեղ վերահաշվարկի որևէ հիմք ընդհանրապես չի եղել, բայց երբ որ դու անվավեր ես ճանաչում ընտրությունների քվեարկության արդյունքները, դա ավտոմատ պետքա բերի վերաքվեարկությամբ։ Այսինքն ես այստեղ միակ այսպես ինտրիգը տեսնում եմ այս հարցը եւ այստեղ Սահմանադրական դատարանը ես կարծում եմ պետք է նաեւ խորությամբ քննության առնի ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ տեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշման սահմանադրաչափությունը, որովհետեւ ես այդտեղից եմ տեսնում ամբողջ խնդրումը, որը գալիս է։ Ընդդիմությունը փորձում է լարված պահել մթնոլորտը, ամեն դեպքում ակնարկում է ինչ-որ ինտրիգային որոշման մասին, դուք որպես սահմանադրագետ պարոն Խալաթյան, եւս ինտրիգ եք տեսնում
Սահմանադրական դատարանի կողմից հրապարակվելիք վճռում։ Օրինակ մանդատների վերաբաշխման մասին են խոսում։ Նման գործընթացներ կանխատեսվում։ Կրկնեմ, Հեղինե ջան, մենք գործ ունենք բացառապես այդ 5 մանդատի լինել չլինելու հետ, այն էլ տեսականորեն, որը ընդհանրապես սահմանադրական դատարանում էս ամբողջ քննության ընթացքում ունի ինչ-որ աղերս իրավականության հետ։ Մնացած բոլոր պնդումները, բոլոր փաստարկները, ամբողջ խոսույթը լիովին տեղավորվում է քաղաքական պայքարի, քողարկված քաղաքական պայքարի շրջանակներում, այսինքն որևէ ինտրիգ կապված ընտրությունների անվավեր ճանաչելու հետ եւ այլն, ես ընդհանրապես չեմ տեսնում, որովհետեւ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ նաեւ շատ ճանաչված փաստաբաններ քաղաքական գործունեությունը քողարկում էին իրավական այսպես տերմինաբանության ներքո եւ հետեւաբար ինտրիգ որպես այդպիսին որևէ քաղաքական ուժի մասով չկա, բացառությամբ կրկնեմ Բարգավաճ Հայաստանի հարցի, այն էլ ես կարծում եմ, որ պարզապես սահմանադրական դատարանը այդտեղ ունի իրոք գործանելու զուտ խորությամբ քննի եւ բացահայտի թերևս կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման իրավական խութերը, բայց ոչ թե ուրեմն մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու, այլ հիմնավորելու, որ ընդհանրապես նման որոշում չերել կարող լինել, որովհետեւ մեծ հաշվով վերահաշվարկի արդյունքում արդեն իսկ արձանագրվել է այն ամբողջական շեղումը, որը եղել է, եւ դրա արդյունքում ուրեմն թվերը վերջնականացվել են եւ Բարգավաճ Հայաստանը ըստ էության խորհրդարան չեն անցնում։ Ահա այս բանի պրիզմայի ներքո սահմանադրական դատարանը կարծում եմ լուրջ փաստարկելու նյութ ունի։ Պարոն Խալաթյան, մի այսպիսի հարց էլ, օրինակ Բարգավաճ Հայաստանը որպես կուսակցություն էր մասնակցում ընտրապայքարին, բայց նրանց ներկայացրած ընտրական ցուցակի անդամներին, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ դրանք տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներ են, այսինքն ֆորմալ առումով մասնակցում էր որպես կուսակցություն, բայց բովանդակությամբ դաշինք էր ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այս հանգամանքի վրա սահմանադրական դատարանը եւս պետք է ուշադրություն դարձնի, որովհետեւ դաշինքի պարագայում 8%-ն է խորհրդարան անցնելու համար, կուսակցության դեպքում 4-ը։ Այսպես ասած քողարկված դաշինքի հետ մենք գործ չունենք այս դեպքում։ Այս հանգամանքի վրա կարծեք թե ուշադրություն հրավիրեց նաեւ Արդարադատության նախարար Սահմանադրական դատարանը բնականաբար նաեւ կարող է քննության առնել այն նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը, որոնք ընկած են ընտրական վեճի հիմքում, բայց այստեղ ես մի բան եմ ցանկանում մատնանշել, այդ թվում Արդարադատության նախարարի այսպես խոսքի համատեքստում ամեն ինչ ճիշտ էր ասված, բայց կա մի բայց ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը այդ մասով ձևակերպված է այնպես, որ թույլ է տալիս այո ուղիղ իրավական եւ քաղաքական մանիպուլյացիա անել քաղաքական ուժին։ Ինչու՞, որովհետեւ այնտեղ նշված է, որ ցուցակի 30%-ը կարող է լինել տվյալ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք, նշված չէ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք։ Հետևաբար խնդիրը իրավական տեքստի խոտանի մեջ է։ Կամ գուցե ժամանակին, քանի որ այդ ընտրական օրենսգիրքը փոփոխվել է, բայց փաստացի նախորդ քաղաքական ռեժիմի օրոք է ընդունվել, գուցե դա որոշ իրենց կրծեր քաղաքական գործընկերներին տրված ֆորա էր, ավելի մրցունակ նախորդ քաղաքական ռեժիմի մասին է խոսքը, այն ժամանակվա իշխանության կրծեր քաղաքական գործընկերներին, օրինակ գուցե Հայ հեղափոխական դաշնակցությանը տրված ֆորա էր ըստ հնարավորին ավելի մրցունակ դարձել իրենց ընտրական ցուցակը, բայց կրկնեմ, տառացի մեկնաբանությամբ Բարգավաճ Հայաստանը եւ ցանկացած քաղաքական ուժ կարող էր նաեւ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ ներառել իր ցուցակում, բայց այո, ես նախարարի հետ համաձայն եմ, որ դա նոնսենս է եւ նախարարությունը կարող էր կառավարության քննարկմանը ներկայացել օրենքի փոփոխության նախագիծ, որ հետո ուղարկվի ազգային ժողով, ժամանակին այդ նոնսենսը հասցեագրելու համար։ Այո, որովհետեւ այդ 30% սահմանաչափը նախատեսված է ոչ թե այլ կուսակցությունների ներկայացուցիչների, այլ օրինակ հայտնի դեմքերի համար, որոնք չեն ուզում լինել որևէ կուսակցության անդամ, բայց օրինակ կիսում են տվյալ քաղաքական ուժի պլատֆորմը քաղաքական։ Բայց այստեղ մենք ունենք զուտ օրենսդրական խոթան, մի խնդրահարույց իրավական ձևակերպում, որը թույլ է տալիս ակնհայտորեն 8%-ի շեմին չբախվելու համար փաստացի դաշինքով հանդես գալ, բայց կրկնեմ, այստեղ մենք
Այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչինչ չէր կարող անել, ցուցակը չէր կարող չգրանցել։ Այստեղ ժամանակին օրենսդիրը պետք է փոփոխություն կատարել, այդ հարցը վերջնական հստակեցնել։ Ես կարծում եմ հետայսու նման ընտրական դրսևորումները բացառելու համար նոր ազգային ժողովը կամ նոր կառավարությունը կհասցեագրի այդ հարցը եւ օրենսդրական փոփոխությունը կյանքի կկոչի։ Պարոն Խալաթյան, որպես անաչառ դիտորդ, որը հետևում է քաղաքական զարգացումներին, հետընտրական զարգացումներին, ձեր տպավորությամբ ընդդիմությունը, որը վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, բայց նաև զուգահեռ, մասնավորապես ուժեղ Հայաստանի մասին է խոսքը, իր աջակիցներին, իր ընտրողներին հավաքում է տաշիր արենա օրինակ եւ հարցում է անում, արդյոք պետք է վերցնել մանդատները, թե ոչ։ Հակված է վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան աշխատելու որպես ընդդիմություն։ Նախ կարող ենք փաստել, որ այս քաղաքական խոսույթը ընդդիմության վկայում է այն մասին, որ իրենք եւս առանձնակի հույսեր չեն կապում Սահմանադրական դատարանի որոշման հետ, որ կլինի իրենց օգտին։ Դա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ մեր քաղաքական մշակույթի տեսանկյունից, զարգացման շահի տեսանկյունից պետք է բացառել ուրեմն մանդատ չվերցնելու պրակտիկան։ Տեսեք, ես նույնիսկ վերացարկում նրանից, թե ովքեր են այդ մանդատ չվերցնողները եւ այլն, բայց քաղաքական մշակույթը Հայաստանում պետք է զարգանա պարլամենտարիզմի հունով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ ավել կամ պակաս չափով ներկայացնում է հանրային ինչ որ սեգմենտների։ Տեսեք, կրկին վերացարկվում եմ նրանից, թե դա ընտրակաշարքով է եղել, ինչպես իրենց գիտա, իրենք պնդում են, չէ՞ որ մաքուր այդքան ձայն են ստացել։ Հետևաբար, եթե այդպես է, ուրեմն իրենք պարտավոր են գնալ խորհրդարան, որովհետև հակառակ պարագայում նրանք ցույց կտան, որ պարզապես ինչ որ կոնյունկտուրայի շուրջ ձևավորված անձանց խումբ են, այլ ոչ թե քաղաքական ուժ։ Իսկ քաղաքական ուժը նախ պետք է գործի պերմանենտ, այլ ոչ թե մեկ ընտրության շուրջ ձևավորված քաղաքական պրոյեկտ լինի, եւ երկրորդը դա կլինի անպատասխանատու քաղաքական վարք եւ փաստացի ցույց կտա, որ Հայաստանի Հանրապետությունում թեպետ արդեն շուրջ 8 տարի է գործառում է խորհրդարանական կառավարման համակարգը, բայց մենք բավականաչափ հեռու ենք քաղաքական համակարգի շատ եւ շատ սուբյեկտներ, բավականաչափ հեռու են այդ պարլամենտարիզմի ու խորհրդարանական կառավարման ձևի էության ընկալումից։ Օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը օրերս հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան են մտմտում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Հետաքրքիր է ձեր դիտարկմամբ այդ պլանը իրագործելու են մանդատները վերցնել խորհրդարան գնալուն զուգահեռ, իսկ գուցե սպասում են, որ իրենց արտաքին հովանավոր կենտրոնից ցուցում իջեցվի։ Այս պայդրությամբ դա պարզապես face saving է, դեմքը փրկելու միջոց է, հայտարարությանը ես լուրջ չեմ վերաբերվում, բայց այն, որ արտաքին քաղաքական հայտնի կենտրոնը որոշակի դադար է վերցել վերաիմաստավորելու եւ կշռելու իր հետագա վարկագիծը, դա ակնհայտ է եւ այդ դադարը կարող է նաեւ դրանով պայմանավորված լինել, իսկ դա ուղղակի ասելու համար է հայտնի անձը, այսինքն նախ գաղտնի պլանի մասին չեն հայտարարում, այդքանով ինքը արդեն մասամբ դադարում է գաղտնի պլան լինել եւ առաջարկում եմ նույնիսկ այսպես իմաստուն եւ հանրաճանաչ քաղաքական գործիչների խոսքը զերծ չի լինում լապսուսներից կամ զերծ չի լինում զուտ չմտածված խոսույթից, ել չեմ ասում նշած քաղաքական գործչի կամ գործարարի եւ նման մարդկանց մասին առաջարկում եմ կետ առ կետ այդպես սկրուպուլոզ կերպով մանրազնին չուսումնասիրել իրենց խոսքի յուրաքանչյուր տառ եւ բառ։ Օրինակ Հայաստան դաշինքը շատ ավելի զուսպ է, քաղաքական հայտարարություն, բայց անպագորգոր առայժմ չենք լսել այդ քաղաքական դաշինքի որևէ ներկայացուցիչի շուրթերից, իրենք մեր սուբյեկտիվ տպավորությամբ հակված են խորհրդարան գնալու եւ աշխատելու ավելի համեստ ներկայացվածությամբ։ Եթե մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժը որոշի չվերցնել մանդատները, ինչ եք կարծում, դրանից խորհրդարանական ընդդիմության աշխատանքի որակը կտուժի։
Տեսեք, Եվ ընդհանրապես խորհրդարանի աշխատանքը, եթե ընդդիմությունը որոշի Ես առիթ ունեցել եմ ասելու, որ նման կոնֆիգուրացիայով մեր պարլամենտը քայլ առաջ չի անելու, հավաքը որպես հավաքականություն, ոչ թե զուտ քաղաքական մեծամասնություն կամ քաղաքական փոքրամասնություն, այլ նրանց փոխառնչակցության վրա խարսխված որպես հավաքական ինստիտուտ զարգացման առումով քայլ առաջ չի անելու։ Եվ դա կախված է այն հանգամանքից, որ մենք ունենք պետականության դեմ նկրտումներ ունեցող եւ նաեւ հակաժողովրդավարական ընդդիմություն եւ ունենք այլ արժեբանությամբ պետականամետ եւ ժողովրդավար իշխանություն։ Նման հակոտնյա քաղաքական ուժերը հակացուցված են խորհրդարան, նման անտագոնիզմ եւ հակոտնյա այս իրավիճակը հակացուցված է ժողովրդավարական խորհրդարանին։ Հետեւաբար վերցնեն թե չվերցնեն մանդատը խորհրդարանի աշխատանքը լինելու է որոշակիորեն թերի սահմանադրականության իմաստով, որովհետև ըստ էության մենք ունենք կասկածելի ճանապարհներով առերևույթ գոնե մինչև դատավճիռը գոնե կարող ենք այսպես փաստարկել առերևույթ խնդրահարույց եւ կասկածելի ճանապարհներով մանդատ ստացած ընդդիմություն եւ հիմա այդ ընդդիմությունը կվերցնի մանդատները թե չի վերցնի, մենք փաստացի կարող ենք արձանագրել, որ ունենք կամ առերևույթ ունենք ընդդիմության դատարկ բազկաթոռներ լինեն թե չլինեն իրավական առումով մենք փաստում ենք, որ ունենք կիսատ լեգիտիմությամբ խորհրդարան, որտեղ լեգիտիմա միայն քաղաքական մեծամասնությունը։ Հետևաբար այստեղ ես մեծ սպասելիքներ չունեմ, բայց ուղղակի ցանկանում եմ արձանագրել, որ բոլոր բանականերում Հայաստան դաշինքը քաղաքականապես ավելի թրծված է եւ դրա համար իրենց խոսույթը ինչ որ առումով քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվում է, իսկ ուժեղ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք հիմնականում ապաքաղաքական անձանց կոնգլոմերատի հետ, դրա համար է նաեւ որ աջ ձեռքը չգիտի ձախնին չի անում, մեկը մի բան է ասում, հետո մյուսը հերքում է, որովհետեւ նախ չկա սինխրոնացում, ուժը նոր է ստեղծվել, կրկնեմ, դեռ պետք է ապացուցի, որ երկարաժամկետ կտրվածքի համար է ստեղծվել, այլ ոչ թե զուտես կոնյունկտուրայի համար, հետեւաբար մենք այդ ուժից դեռ բազմաթիվ լապսուսներ ենք տեսնելու։ Իսկ գուցե երբ որ աչը չգիտի ձախը ինչ է ուզում ձեռքերը նկատի ունեմ, դա գալիս է նրանից, որ իրենց արտաքին քաղաքական հովանավորը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է ուզում, նկատենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահը չի շնորհավորել կառավարող ուժին վերընտրվելու առիթով։ Տեսեք, դա էլ չենք կարող բացառել բնականաբար, բայց նաև կա եւ արտաքին ուղղորդվածության խնդիրը եւ նաև քաղաքական արհեստավարժության գործնականում բացակայության խնդիրը, դա չի կարելի անտեսել մեծ մասը այդ քաղաքական ուժի մեջ հավաքված անձանց չունեն որևէ քաղաքական նախընթաց գործունեության փորձ, մեծ մասը նույնիսկ հանրությանը որևէ կերպ հայտնի չէ եւ այդ ամենը իհարկե իր ազդեցությունը թողնում է, իսկ քաղաքականությունը հրապարակային գործունեություն է, որտեղ որ ցանկացած ուրեմն սայթ հակում այլևս այս YouTube-ի դարում ամբարվում է ինտերնետում եւ դրա համար շատ դժվար է նորելու անփորձ եւ հատկապես որոշակիորեն դիլետանտ շրջանակներին սրա մեջ մտնել։ Եվ հիմա մենք դա ենք տեսնում եւ ցավոք սրտի նորից պետք է փաստել, որ խորհրդարանը թեպետ այլ ընդդիմադիր այլ դերակատարներով, բայց նույն սխեմայի շրջանակներում է գործելու ինչ որ 2021-26 թվականների խորհրդարան, այսինքն երկու իրարամերժ քաղաքական ուժերի բախման վայր է լինելու։ Հաշվի առնելով, որ ուժեղ Հայաստանը նորածին քաղաքական ուժ է, քաղաքական փորձառություն չունի, արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ խորհրդարանական աշխատանքի որակի առումով ավելի վատն է լինելու։ Ցավոք սրտի, եւ ընդ որում միայն արտաքուստ է երևում, թե նման ընդդիմությունը իշխանության համար խնդիր է ստեղծում։ Ոչ ամենևին նման ընդդիմությունը ուղղակի երանություն է ցանկացած իշխանության համար, որովհետեւ երբ դու ոչ պրոֆեսիոնալ դեմագոգիկ դիրքերից փորձում ես քննադատել իշխանությունը, դու ընդամենը քննադատության իմիտացիա ես ստեղծում։ Իրականում ես որպես սահմանադրական իրավունքի մասնագետ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուզեի որպեսզի լիներ այնպիսի գործունակ ընդդիմություն, որը նաեւ պրոֆեսիոնալ դիրքերից կքննադատեր իշխանությանը եւ կաշխատացներ իշխանությանը, որտեղ հակառակ պարագայում ընդդիմության դե ֆակտո կամ դե յուրե բացակայության պայմաններում ցանկացած իշխանություն էլ լճանալու հակումներ է դրսևորում։ Էնպես որ մեզ համար
Եվ կարծում նաև իշխանության համար վատ նորություն է, որ նման որակի ընդդիմություն է նորից հայտնվում խորհրդարանում։ Մի հարց էլ պարոն Խալաթյան կապված Սամվել Կարապետյանի քաղաքացիության հետ։ Եթե հետևել եք նրա հայտարարությունների քրոնոլոգիային եւ նրա փաստաբան պարոն Արամ Վարդևանյանի, հավանաբար արձանագրած կլինեք, որ դեռ ապրիլին պարոն Կարապետյանը դատահանում ազդարարեց, որ ինքը Կիպրոսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անձնագրերից հրաժարվելու գործընթաց է սկսել, երբ որ դատավորը հստակեցրեց անձնագրից հրաժարվել նշանակում է պատռել դեն նետել, ինչ նկատի ունեք, մանրամասնեց պարոն Կարապետյանը, որ խոսքը իրավական գործընթացի մասին է։ Այս ընթացքում նրա փաստաբանը անընդհատ կրկնում էր, որ իրավական գործընթաց ենք սկսել եւ այլն, ու շեշտում էին, որ առնվազն հունիսի 8-ի դերությամբ պարոն Կարապետյանը կունենա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ենթադրվում էր, որ այդ ընթացքում արդեն լուծված կլինի Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություններից հրաժարման հարցը, բայց 2 օր առաջ պարոն Կարապետյանն ասաց, որ չէ, ինքը անձամբ պետք է գնա հիշալ երկրների դեսպանատներ եւ դիմում ներկայացնի, դե ինքը ասում է ես իմ դիմումը գրել եմ, տվել եմ Վարդևանյանին, բայց Վարդևանյանին չպիտի անի, ես պետք է անձամբ գնամ եւ դիմում ներկայացնեմ։ Նախ կուզեի որպես իրավաբան սահմանադրագետ մի քիչ լուսավորեիք, թե այդ քաղաքացիություններից հրաժարման ընթացակարգը ինչպես է, պարտադիր է անձի ֆիզիկական ներկայացությունը տվյալ դեսպանատանը, թե ժամանակակից դարաշրջանում հնարավոր է նաև on-line տարբերակով այդ դիմումը ներկայացնել։ Եվ երկրորդ, մենք այստեղ գործ չունենք խորամանկության աֆերայի հետ, երբ որ մարդը ասում է սկսել եմ իրավական գործընթաց, նախընտրական շրջանում համոզում է իր ընտրողներին, որ հեսա վարչապետ եմ դառնում եւ ունենում եմ միայն Հայաստանի քաղաքացիություն, բայց ընտրություններից հետո պարզվում է, որ չէ, խոչընդոտի է հանդիպել, ինքը ֆիզիկապես պետք է գնա, ներկա լինի դեսպանատանը եւ դիմում ներկայացնի։ Տեսեք, կախված օրենսդրությունից կարող է լինել նաեւ անձամբ ներկայանալու պահանջ, սա արդեն կոնկրետ Ռուսաստանի եւ Կիպրոսի օրենսդրության հետ է կապված, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Երբ որ դու դիմում ես ներկայացնում, ուրեմն քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ, այդտեղ ներգրաված է լինում ոստիկանությունը, ներգրաված է լինում տվյալ երկրի հատուկ ծառայությունը ազգային անվտանգության ծառայությունը կամ ինչպես որը կոչվում է այդ երկրներում, դրանից հետո ուրեմն հարցը տեղափոխվում է կախված կառավարման ձևից, դա կարող է լինել նախագահային կից քաղաքացիության հարցերով հանձնաժողով, որը կարծեմ գործում է Ռուսաստանում, որը որ քննարկում է վերջնական ներկայացնում է հանրապետության տվյալ երկրի նախագահին, Կիպրոսի պարագայում էլ կառավարման ձևը համանման է եւ հետեւաբար նույն ինստիտուցիոնալ կառուցվածքը կա նաեւ Կիպրոսում եւ վերջնական որպես վերջնարդյունք նախագահն է, ինչպես եւ շնորհում է քաղաքացիություն պետության գլուխը, այնպես էլ դադարեցնում է քաղաքացիությունը։ Երբ որ դու process ես սկսում, արդեն այսօր պետք է իրենք կարողանային հանգրվանը ներկայացնեն, ինչ հանգրվանում են իրավական իմաստով, այսինքն եթե սկզբից ասում են մենք դիմում ենք ներկայացել, ես կարող եմ կարծել, որ ուրեմն տվյալ երկրի օրենսդրությամբ դա թույլատրվում է։ Հակառակ պարագայում ուրեմն կամ դա փաստաբանական անփութության արդյունք է, կամ էլ ի սկզբանե ոչ մի դիմում էլ չի ներկայացվել։ Հակառակ պարագայում մենք այսօր արդեն պետք է իրենց կողմից որոշակի տեղեկատվության հանդիպեինք կամ տրամադրվեր հանրությանը տեղեկատվություն, թե ինչ փուլում է կոնկրետ ենթադրենք ոստիկանությունը ստուգել է, տվել է, ենթադրենք տրամադրել է արդեն նախագահային կից ենթադրենք այդ քաղաքացիության ազդաժողովին կամ ասեին չենք ճշտել հարցում պետք է անենք, որովհետև այդ գործընթացում արդեն քաղաքացին չի մասնակցում, այդ ամբողջ իմ կողմից նշված գործընթացը արդեն առանց քաղաքացու է տեղի ունենում, այսինքն քաղաքացի դիմում է տալիս եւ իր հետ կապված այլ հարց չունի պետությունը, բայց կարող է քաղաքացին հարցում անել, օրինակ կամ իր փաստաբան միջոցով ճշտել թե ինչ փուլում է գտնվում։ Բոլոր դեպքերում դա մոտավորապես 6 ամսվա բան ունի, ժամանակային շրջանակ ունի։ Այսինքն ակնհայտ է, որ այսօր արդեն պետք է որոշակի սպառիչ հարցեր որովհետև ինքնավստահ հայտարարում էր պարոն Կարապետյանը, որ ինքը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական մարտավարության արդյունք էր եւ թերևս իր համար ամենախոցելի կետերից մեկը փորձել արվում այդպես շրջանցել։ Դե իսկ հաղթանակի դեպքում արդեն կամ նա մտածում էր դառնալ Իվանիշվիլի պես թվերային կառավարիչ, այդ ժամանակ քաղաքացիություն
փոխել կամ քաղաքացիությունից հրաժարվել պետք չէր կամ էլ այդ ժամանակ կդիմեր կհրաժարվեն, այսինքն իրեն պետք էին որոշակի երաշխիքներ դա անելու համար, հիմա չի ստացել, չի հաղթել, կարծում եմ այդ հարցը փորձելու են ծածկադմփոց անել եւ հանրային տիրույթից ընդհանրապես անել։ Ձեր տպավորությամբ նա դիմել է, թե չի դիմել։ Ես կարծում եմ չի դիմել։ Ну, քաղաքական մարտավարություն է, չեմ ուզում գնահատական տամ, համենայն դեպս թերևս իր խորհրդատուները փորձել են նման կերպ իրեն ձերբազատել այդ տհաճ հարցերից ընտրարշավի ընթացքում։ Եվ վերջին հարցը, պարոն Խալափյան, վերադառնալով Սահմանադրական դատարանի վճռից ընդդիմության ակնկալիքներին եւ պարոն Կարապետյանին, նա օրերս հայտարարեց նաեւ, որ եթե Վարդևանյանն մի քիչ էլ գազ տա, ես կդառնամ վարչապետ։ Պարոն Կարապետյանի ակնկալիքները արդարացված են վարչապետ դառնալու սահմանադրությունից ու սահմանադրական դատարանի իրավազորությունից դուրս զուտ ավելի շատ ոնց որ մի սեղանի շուրջ ուղակի այսպես կինովցած զրույց լիներ ընդհանրապես կապ չունի դա ոչ սահմանադրության հետ, ոչ սահմանադրական դատարանի իրավասության, նման իրավասություն սահմանադրական դատարանը չունի, ինչ որ մեկին վարչապետ կարգել չկարգելու, իսկ ինչ վերաբերում է իր վարչապետ դառնալուն, այդտեղ էլ մենք գալիս ենք նախորդ հարցին, դրա համար պետք է քաղաքացիության հարցերը լուծել։ Այսինքն ես կարծում եմ մյուս կողմից գուցե փորձում էր այսպես լրագրողների հետ Տրամպի ոճի այսպես բանը կսմիտներով շփվել, այսպես կամ կատակ էր փորձում անել, ամենայն դեպս այդ խոսքը որևէ ձևով հնարավոր չէ ուրեմն իրավական տեսանկյունից մեկնաբանել։ Գուցե ակնկալում էր, որ այնքան ամուր փաստարկներ է ներկայացրել պարոն Վարդևանյանը ընդդիմությունը, որ Սահմանադրական դատարանը չի դիմանելու այդ փաստերի։ Այսինքն այդ փաստերի անառարկելի լինելուն եւ ճնշման ներքո Սահմանադրական դատարանը դուրս կգալ իր իրավասության շրջանակներից, միանգամից այդտեղ էլ կթակադրեր իրեն, հա, ու չգիտեմ, ամենայն դեպս ես կարծում եմ դա ավելի շատ Տրամփյան ոճով արված գուցե էլի խորհրդատվության արդյունքում լրագրողների հետ ամբռնազբոս շփվելու փորձեր, ամենայն դեպս ես կարծում եմ որ դա ընդհանուր առմամբ տեղավորվում է կամաց այդ հարցը փակելու տրամաբանության մեջ, որովհետև ակնհայտ է, որ այդ հարցը չի կարող այդ անձի համար հաճելի լինել, հատկապես պատասխանել, ոնց հասկանում եմ, չունի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խալափյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար